շատ հաճելի է տեսնել այսքան տոնական մարդկանց միաժամանակ։ Բարի երեկո։ Ես երկու անգամ եմ այսպես դուրս եկել որպես մրցանակ հանձնող եւ երկու անգամ շատ շքեղ աղջիկների հետ։ Առաջին անգամ Լիլիթ Մարգարյանի, այս անգամ Արևիկ Ուդումյանի։ Ես Արևիկ շքեղ Գոհարին ես ոչինչ չասացի։ Հետաքրքիր բան է ունեցավ շքասրահում, դեռևս չէր սկսվել միջոցառումը եւ պատահաբար 3 հոգի միանգամից մոտեցան իրար։ Ես էի Լուսինե Բադալյանը, Ժակը եւ նախկին ռադիոկայանի տնօրեն Արամ Մկրտչյանը։ Չգիտես ինչու ծնվեց այդպիսի բառ՝ ռադիո մամոնտներ։ Եվ դա դուք եք։ Մեզ ասում են այդպես ռադիո մամոնտներ, բայց պատահական չէր դա, որովհետեւ հեռուստատեսային կարիերան ամբողջովին սկսվել է ռադիոից եւ ես դա պատահական չեմ համարում։ Ռադիոն կերտում է իսկական հաղորդավարներ, որոնք կարող են լինել անկեղծ նաեւ հեռուստաէկրաններից։ Եվ իհարկե չեն կարող նշել, որ ես երջանիկ եմ ելիք այս պայն, քանի որ այն ժամանակ, երբ բոլորս պարզապես դիտում էինք հեռուստացույց, դու արդեն վաղուց այնտեղ էի, այնպես որ ծափարություններ Էրիկ Անթարանյանի եւ փորձել հասկանալ տարվա լավագույն ռադիոծրագիրը ովքեր են շահել, ովքեր են հաղթողները։ Տարվա լավագույն ռադիոծրագիր։ World Music, Armen Manukyan, Radio One, Armen Manukyan, World Music, Migalat Surç, Alisa Yihet, Alisa Kalantaryan, Akraim Radio. Time Out, Jacques Yevlou, Radio One. Time Out, Mirasi. Եվ այսպես ես կարծում եմ ռադիո մամոնտները առջևում են Time Out, Ժակ եւ Լուլու։ Բախտաբարներ Ժակ Լուլու, լավագույն ռադիո իրավի։ Նոր երկերը, բոլոր լավ երկերը, քո երկերը, այստեղ է։ Դու պատրաստ ես, միացիր ես։ Դուք այս պետք է վերցնեք հետո այդ լավ բաներ ասիքան։ Բարի երեկո բոլորին։ Թույլ տվեք արտահայտվել, ճիշտ ասած չէի սպասում, նախ չէի սպասում, որ նոմինացված ենք։ Սովորաբար մրցանակաբաշխությունների ժամանակ այնքան կարևոր չէ մրցանակը, որքան թե ում կողքին են քեզ կանգնեցրել, ում հետ ես դու նոմինացված։ Սիրելի Ալիսա Քալանթարյան, ես շատ լավ հիշում եմ, որ դեռևս 17 տարի առաջ, երբ ես երազում էի դառնալ ռադիոհաղորդավար, բաց չեմ թողել ձեր ոչ մի ծրագիրը։ Սիրելի Արմեն Մանուկյան, այսօր մեզ համար մեծ պատիվ է աշխատել նույն ռադիոկայանում ձեզ հետ միասին, երաժշտական գիտակի հետ միասին, որ ուղղակի հանրագիտարան է։ Այսինքն նույնիսկ չեմ կարողանում հանգիստ խղճով վերցնել այս մրցանակը, որովհետև իմ շատ սիրելի Ալիսան եւ Արմեն Մանուկյանը մենք ուղղակի կիսում ենք ձեզ հետ այս մրցանակը, շատ շնորհակալ ենք։ Մեր երազանքն է եղել ապրել, մենք ուղղակի ոչ միայն ապրում ենք այդ ծրագրով Time Out-ով, այլ նաեւ ապրում ենք այդ ծրագրում։ Այնպես որ շնորհակալություն բոլորին, Ժակ, խնդրեմ։ Լիարժեք կիսում եմ գործընկերուս խոսքերը, շնորհակալություն, մեծ պատիվ է առաջադրվել այն հավանակարգում, որտեղ այսպիսի մարդիկ են, այսպիսի գործընկերներ, երբ մենք ընտրել ենք մեր մասնագիտությունը, չենք մտածել վարձատրության եւ մրցանակների մասին։ Այն երջանիկ մարդկանցից ենք եղել, ովքեր սիրով են ընտրել մասնագիտությունը։ Երաժշտության աշխարհում ենք, ուզում եմ որ շնորհակալ լինենք մեր տնօրենին, ով ստեղծել է այդ տունը, որտեղ մենք երաժշտությունը փոխանցում ենք հանրությանը ու մարդկանց հետ միասին, օրը դարձնում ենք բոլորիս գեղեցիկ։ Շնորհակալ ենք գնահատականի համար, սեր ու երջանկություն բոլորին։ Դեռ կհանդիպենք եթերում։ Բոլորին շնորհակալություն, սիրելի Արամ Մկրտչյան, ուզում եմ ասել ռադիո մամոնտները դեռ երկար պիտի լինեն այստեղ։ Այնպես որ շնորհակալություն մեր ռադիոսողներին եւս կեցեք, որ մեզ հետ եք, մինչ նոր հանդիպում եթերում հենց վաղը։